ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն իր պաշտոնավարման առաջին 100 օրն ամփոփել է ելույթ ունենալով Միչիգանում։ Սպիտակ տան առաջնորդը հայտարարել է, որ իր նախագահության 100 օրն ամենահաջողն են եղել երկրի պատմության մեջ։ Նա ընդգծել է, որ այդ ընթացքում իր գլխավոր ձեռքբերումը կոշտ ներգաղթային քաղաքականությունն է։ Թրամփը վստահեցրել է, որ Ամերիկան կրկին հզոր է դառնում եւ դա անում է շատ արագ։ Մենք նոր ենք սկսել, դուք դեռ ոչինչ չեք տեսել, ամեն ինչ դեռ նոր է սկսվում, իր կողմնակիցներին ասել է ԱՄՆ նախագահը։ Դոնալդ Թրամփի ելույթը տևել է 1.5 ժամ, սակայն նա գրեթե չի անդրադարձել արտաքին քաղաքականությանը։ ԱՄՆ նախագահը միայն շեշտել է, որ մտադիր է առևտրային համաձայնագիր կնքել Չինաստանի հետ։ Խոսելով Թրամփի պաշտոնավարման առաջին 100 օրվա մասին, ԱՄՆ նախագահի հատուկ ներկայացուցիչ Քիթ Քելոգը նշել է, որ Թրամփը այդ ընթացքում ավելի շատ բանի է հասել Ուկրաինայի հարցում, քան նախորդ վարչակազմը 1200 օրում։ Fox News-ի եթերում նա նշել է, որ անցյալ շաբաթ Լոնդոնում ուկրաինացիների հետ տեղի է ունեցել շատ անկեղծ եւ բաց զրույց, որի ընթացքում ամերիկյան կողմը ներկայացրել է 22 կետից բաղկացած հստակ քայլերի առաջարկ։ Քելոգի խոսքով Կիևը ոչ բոլոր կետերի հետ է համաձայն։ Խոսելով Մոսկվայի առաջարկած երրորդյա հրադադարի մասին, Քելոգը նշել է, երրորդյա հրադադարն աբսուրդ է, նախագահը ցանկանում է մշտական համապարփակ հրադադար, օդում, ջրում եւ ցամաքում առնվազն 30 օրով, որից հետո մենք կարող ենք այն երկարաձգել։ ԱՄՆ պետքարտուղարությունը նախազգուշացրել է, որ կհրաժարվի Ուկրաինայում պատերազմի դադարեցման ուղղված դիվանագիտական ջանքերից, եթե առաջընթաց չգրանցվի։ Պետքարտուղարության խոսնակ Թեմի Բրյուսը ճեպազրույցի ժամանակ փոխանցելով ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի ուղերձը նշել է, եկել է Ռուսաստանի եւ Ուկրաինայի կողմից պատերազմին վերջ տալու կոնկրետ առաջարկների ժամանակը եւ եթե առաջընթաց չլինի, Միացյալ Նահանգները կդադարեցնի իր միջնորդությունը։ Միացյալ Նահանգներն այլևս չի կարող իրեն թույլ տալ սուբսիդավորել ՆԱՏՕ-ի դաշնակիցներին։ New York Post-ին տված հարցազրույցում ասել է Սպիտակ տան ազգային անվտանգության հարցերով խորհրդական Մայք Ուոլցը, հավելել, Ուկրաինայի պաշտպանությունը պետք է առաջնորդվի Եվրոպայի կողմից։ Նա հաստատել է, որ վարչակազմը կաջակցի Եվրոպային ռազմական եւ դիվանագիտորեն, բայց կլինի պահանջատեր բոլոր մակարդակներում։ Միացյալ Նահանգներն ունենալով 33 տրիլիոն դոլար պարտք չի կարող սուբսիդավորել եվրոպական անվտանգությունը, նշել է Ուոլցը։ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշն իր օգնությունն է առաջարկել թույլատնելու լարվածությունը Հնդկաստանի եւ Պակիստանի միջև։ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի խոսնակ Ստեֆան Դյուժարիկի խոսքով Գուտերեշը հեռախոսազրույցներ է ունեցել Պակիստանի վարչապետի եւ Հնդկաստանի արտգործնախարարի հետ։ Գուտերեշը շեշտել է, որ անհրաժեշտ է խուսափել առճակատումից, որը կարող է հանգեցնել ողբերգական հետևանքների։ Նա առաջարկել է իր ծառայությունները լարվածության թույլատման ջանքերին աջակցելու համար։ Հնդկական լրատվամիջոցները գրում են, որ այս գիշեր պակիստանցի զինվորականները մի քանի անգամ խախտել են հրադադարի ռեժիմը Հնդկաստանի հետ միջազգային սահմանին։ Հնդկաստանի բանակը պատասխանել է։ Թբիլիսիի երկաթուղային կայարանի հարակից հրապարակում գտնվող շուկայում խոշոր հրդեհ է վռնդվել։ Հրշեջներին հաջողվել է հրդեհը չեզոքացնել, մարման աշխատանքներին մասնակցել է մոտ 30 հրշեջ փրկարարական մեքենա եւ մոտ 150 հրշեջ։ Կրակից վնասվել է մոտ 15000 քառակուսի մետր տարածք։ Ականատեսները հայտնել են, որ հրդեհը վռնդվել է առավոտյան մոտավորապես ժամը 6-ին երկրորդ հարկում գտնվող կոշիկի խանութում։ Վռնդման պատճառները դեռ հայտնի չեն։ Առողջապահության նախարարությունից հայտնել են, որ կան տուժածներ, նրանց կյանքին վտանգ չի սպառնում։ Մերի Ներսիսյան, լուրեր։